գործում են այդ մարդու դեմ։ Շատ դեպքերում իրենք ինֆորմացիա են հավաքում եւ այդ ինֆորմացիան օգտագործում են այդ մարդու դեմ։ Ինտրիգաններ են, գիտեք ինչ, ստեղծում են ինտրիգներ, ստեղծում են տարօրինակ վիճակներ, որի պատճառով տվյալ մարդիկ խնդիրներ են ունենում։ Իրենք ուսումնասիրում են մարդուն, հասկանում են մարդու թույլ կողմերը եւ այդ թույլ կողմերի վրա ասելով մարդուն շատ դեպքերում բերում են ինքնասպանության։ Ի նկատի ունեցեք այն ջրոցները, ովքեր որ սիրում են բամբասել, ովքեր որ սիրում են մարդուն քննել, տարօրինակ հարցեր են տալիս, այդ ջրոցները հենց չկայացած ջրոցներն են։ Իրենց տված էներգետիկա, որ իրենք դեզերքը ուսումնասիրեն, բայց իրենք չեն կարողանում իրենց այդ ներքին էներգետիկան հնարավորությունը օգտագործել եւ ընկնում են ցածր մակարդակի վրա, բամբասել, ինտրիգաներ ստեղծել, մարդկանց գցել այդ իրենց լարանների վրա։ Ջրոցը չի կայանում այն դեպքում, եթե ջրոցի ազգի վրա կա անեծքի գործողություն, նեգատիվ էներգետիկայի թուղթուգրերի գործողություն։ Իսկ կայացած ջրոցները իրանք զարգանում են, իրենք առաջ են գնում։ Պարտադիր չէ, որ պետք է անպայման լինեն գիտնական։ Իրենք գիտնական եւ հանկարճ կարող են լինել իրենց սեփական բնակավարի մեջ, իրենց աշխատանքի մեջ, իրենց աշխատանքի ոլորտում։ Շատ ջրոցներ իրենք ունեն այնպիսի մտքեր, որ մեզ թվում է չկայացած, երբ որ սովորական մարդը լսում է ջրոցին, չի հասկանում, թե ինքը ինչ է ցանկանում, բայց ջրոցը կարողանում է եւ կոլեկտիվ հավաքել եւ հովանավոր գտնել եւ իր այդ միտքը, ծրագիրը դարձնել նյութական։ Կայացած ջրոցը ինքը իր միտքը զարգացնում է, առաջ է տալիս։ Չկայացած ջրոցները շատ դեպքերում իրենք շատ մտքեր ունեն, բայց չեն կարողանում իրենց մտքերը ավարտի տանել։ Դրա պատճառով խորհուրդ են տալիս սիրելի ջրոցներ, ձեր այդ ներքին էներգետիկան ուղղորդեք այն ամենակարևոր ուղղության վրա, որպեսզի դա կարողանաք ավարտի հասցնել, որովհետև շատ դեպքերում ջրոցներ, ովքեր որ իմ մոտ գալիս են, ես տեսնում եմ իրենց մոտ մտածմունքները շատ են, այս բիզնեսը, այս անձնական գործողությունը, այս ուսումնական process-ը, այս դասընթացները, մտքերը շատ են, բայց այդ մտքերի ոչ մեկը նույնիսկ +1 աշճանով չի զարգացել, ընդհանրակը -1 է եւ այդ մարդը ինքը իրեն կորցրել է։ Սիրելիներս, սիրելի ջրոցներ, կարողացեք ձեր միտքը ուղղորդեք ամենակարևորին, դա առաջ տարեք, դա զարգացրեք, հետո արդեն անցեք ուրիշ պլանների, ուրիշ ծրագրերի, որովհետև նման դեպքում դուք ձեր կենսական էներգետիկան կկորցնեք, սիրելի ջրոցներ։ Մեր սիրելի ջրոցները իրենց անձնական հարաբերությունների մեջ նույնպես տարօրինակ է։ Գիտեք ինչ, ջրոցի եւ տղամարդու եւ կնոջ մոտ մնում է այն անձնավորությունը, իրենց ամուսնությունը լինում է երկար, եթե իր դիմացի կողակիցը կարողանում է ջրոցի մեջ անընդհատ պահել հետաքրքրությունը, անընդհատ լինել իր համար ցանկալի, իր համար հանելուկային, որովհետեւ եթե ջրոցը գնում է, արդեն ինքը կարդում է այդ մարդուն, ինքը գիտե այդ մարդու հնարավորությունները, այդ մարդու ներքին աշխարհը արդեն ջրոցի համար դառնում է դա կարդացած գիրք եւ ինքը ցանցրանում է այդ մարդու հետ եւ ինքը ուրիշ մարդիկ է որոնում, որոնք որտեղ որ ինքը նոր հնարավորություններ կունենա, նոր ձեռքբերումներ կունենա, նոր մարդուն կսկսե ուսումնասիրել, կարդալ։ Սիրելի ջրոցներ, նաև այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են ջրոցների հետ իրենց անձնական կյանք ստեղծել, կամ ապրում են ջրոցների հետ, ինչքան հնարավոր է եղեք զարգացած, ինչքան հնարավոր է եղեք անկախատեսելի, որովհետև եթե ջրոցները ձեզ տեսնում են, ձեզ հասկանում են, ձեզ արդեն ամբողջովին ուսումնասիրել են, ոնց որ մանդրադիտակի տակ բջիջն են ուսումնասիրում,
դուք տվյալ մարդու համար դառնում եք անցանկալի։ Շատ դժվար է ջրոսների հետ ամուսնական հարաբերություն պահպանել, որովհետև շատ քիչ մարդիկ կան, ովքեր որ ունեն այդպիսի ինտելեկտ, այդպիսի զարգացման աշխարհ, որ կարողանան ջրոսի կողքին մնան եւ ջրոսը չցանցրանա։ Նաեւ լինում է այսպիսի իրավիճակներ, որ ջրոսը հարաբերություն է ունենում տվյալ մարդու հետ, հատկապես ֆինանսական կապի պատճառով, այդ դեպքում երբեք ջրոսը այդ մարդուց ով որ ունի ֆինանսական հաջողություն, ինքը այդ մարդու չի բաժանվի։ Որովհետև ջրոսներն իրենք սիրում են փող, ջրոսները իրենք սիրում են կոմֆորտ։ Ջրոսները այսպիսի իրենք շատ դեպքերում անընդհատ ասում են, որ ես բոլորի հետ ընկերություն եմ անում։ Ջրոսները երբեք առանց իրենց սեփական ցանկությունների ոչ մեկի հետ ընկերություն չեն անում։ Իրենք ընկերություն են անում այն մարդկանց հետ, ումից կարողանում են դրամական օգնություն ստանալ։ Եթե այդ մարդուց արդեն չեն կարողանում դրամական օգնություն ստանալ, այդ ընկերությունը ջրոսների համար թաքնված է։ Այդ ընկերությունը ջրոսների համար արդեն ավարտի է հասած։ Սա վերաբերվում է նաև ձեզ, ովքեր որ ջրոսներ չեք, որպեսզի դուք հասկանաք ինչպես պետք է ջրոսի հետ ընկերություն անել։ Ջրոսի մոտ ընկերությունից սպանք եք վերցրել, անպայման ժամանակին վերադարձրեք, որովհետև դա կլինի ձեր ընկերության վերջը։ Ջրոսը չի սիրում պարկ տալ, չի սիրում պարկ վերցնել, ինքը սիրում է, որ իր ծրագրերը, իր պլանները հովանավորում են ուրիշները։ Ջրոսների մոտ սիրելիներս այսպիսի իրավիճակ կա, ջրոսների մոտ հիմնականում առողջական խնդիրը արյունային համակարգի հետ է եւ որպեսզի իրենք այդ խնդիրների առաջ կանգնեն, լավ կլինի, որ իրենք անընդհատ մաքուր օդում լինեն, անընդհատ մանկան, անընդհատ զբաղվեն ֆիզկուլտուրայով, ջրոսները սիրում են ընդհանրապես ֆիզկուլտուրայով զբաղվել, հատկապես շարժական ֆիզկուլտուրա, ֆուտբոլ, հոկեյ, դա իրենց ետ դուր է գալիս, նաև իրենք զբաղվում են։ Բայց նաև լինում է այսպիսի իրավիճակ, որ ջրոսները ընդհակառակը, եթե նույնիսկ առողջական խնդիրներ ունեն, իրենք փակվում են իրենց տակ ադյալի մեջ, դռները լուսամուտները փակվում են եւ տանից դուրս չեն գալիս։ Նման ձևով իրենք ավելի են վտանգում իրենց օրգանիզմը։ Սիրելի ջրոսներ, ոչ թե պետք է դռները լուսամուտները փակեք, այլ ընդհակառակը դռները լուսամուտները բացեք, շփվեք բնության հետ։ Նման դեպքում դուք այդ առողջահագումունի թմրանյութեր օգտագործելու, դա արդեն ցույց է տալիս, որ այդ ջրոսները չկայացած ջրոսներն են, որովհետև իրենց հոգու մեջ դեպրեսիա է, իրենք չեն կարողացել այն հնարավորությունը, ինչ որ դիեզերքը իրենց տվել է, իրենք այդ հնարավորությունը օգտագործել։ Ահա, այսքանը սիրելի ջրոսներ, խորհուրդ եմ տալիս չօգտագործեք այդ խմիչքը, որովհետև դա ավելի վատ իրավիճակ է առաջ է կանգնեցնելու։ Եթե նման խնդիրներ եք, անպայման դիմեք մասնագետների, ովքեր կմաքրման գործողություն կկատարեն, ովքեր որ ձեր էներգետիկան կզրոյականացնեն, այդ նեգատիվը կմաքրեն եւ դուք էլ կկարողանաք այս իսկական կայացած ջրոսների պես թևածել եւ հասնել բարձունքների եւ հնարավորությունների։ Ահա այսքանը սիրելիներս կարճ կոնկրետ ջրոսների մասին։ Ընդհանրապես ես որոշել եմ նորից տեսահոլովակների շարք սարքել, որտեղ որ անհատակապես կխոսեմ յուրաքանչյուր կենտրոնական